Ողջույն սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք վերհանել մեր ժողովրդական իմաստուն խոսքերը, առածները, որպեսզի հասկանանք մեր նախնյաց իմաստությունը եւ կարողանանք կիրառել մեր կյանքում։ Եվ այսօրվա առածը վերաբերում է մի շատ կարևոր առաքինությանը, առանց որի քրիստոնեական կյանքը ամբողջական չէ։ Աղքատին տվողը Աստծուն փոխ է տալիս։ Մեր ժողովրդական մտածողության մեջ բավականին տարբերվող խոսք է, որ ասում է, որ մարդը կարող է ինչ-որ բան պարտք տալ Աստծուն եւ Աստծուց ինչ-որ բան ակնկալել։ Եվ իսկապես առաջին հայացքից դա կարող է թվալ, որ այդ խոսքը հիմնավոր չէ, մարդը չի կարող Աստծուն ինչ-որ բան փոխ տալ, բայց իրականության մեջ այս խոսքը ուղղակիորեն մեջբերված է Առակաց գրքից, Աստվածաշնչից։ Առակաց գրքում ընթերցում ենք հետևյալ հատվածը, 19-րդ գլխում Սողոմոն իմաստունը պատգամում է. աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածել Աստված պիտի հատուցի նրան։ Առակաց գիրքը ուսուցանում է, որ ողորմություն անելը փոխ է, այսինքն պարտք է հենց իրեն Տիրոջը։ Այս խոսքերով Աստված հանդես է գալիս մեր մտքի համար որոշակի նոր կերպարանքով, որովհետև մենք գիտենք, որ նա է Տերը ամբողջ առողջության, իրենից է բխում ամենայն բարի տուրք եւ կատարյալ պարգև եւ երբեք հանդես չի գալիս իբրև պարտապան։ Եվ այս խոսքը մեզ տանում է մի այլ հոգևոր դաշտ եւ այն հասկանալու համար մենք պիտի մի փոքր խորասուզվենք ավետարանական իրականության մեջ։ Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում Տերը մի շատ կարևոր առակ է ներկայացնում վերջին դատաստանի մասին եւ ասելով, որ ես քաղցած էի, ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի, ինձ ջուր տվեցիք, ես օտար եւ պանդուխտ էի, ինձ ընդունեցիք ձեր մեջ, եւ հենց այստեղից է բխում այն հոգևոր օրինաչափությունը, որը կարևոր են համարել մեր նախնիները եւ սերնդեսերունդ փոխանցել են, որ մեր վերաբերմունքը դիմացինի հանդեպ արտահայտում է մեր վերաբերմունքը Աստծո հանդեպ, այսինքն դեպի Աստված չկա ուղղակիորեն գնացող ճանապարհ շրջանցելով մեր մերձավորին։ Եվ այդ օրինաչափության մեջ ավետարանը մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն, այնինչ որ մենք անում ենք մեր դիմացինին, լինի դա լավ թե վատ, դա մենք անում ենք Աստծո պատկերի եւ հենց իրեն Աստծո առջև։ Այնպես մենք մեր վերաբերմունքը արտահայտում ենք օրինակ սրբապատկերի վերաբերյալ, երբ որ հարգանքով եւ սիրով ենք վերաբերում Տիրոջ կամ սրբերի պատկերներին, վերագրելով մեր վերաբերմունքը սկզբնապատկերին։ Այդպիսին է մեր վերաբերմունքը նաեւ մեր դիմացինի հանդեպ։ Եվ ինչքան էլ հին եւ մաշված պատկեր չլինի, մենք դա գուրգուրանքով ենք, սիրով ենք վերաբերում եւ այդպես եւ մեր մերձավորը ինչքան էլ աղճատված, հնացած եւ կորսված չլինի իր մեջ Աստծո պատկերը եւ նմանությունը, մենք այդուհանդերձ պիտի տեսնենք հենց ոչ թե աղավաղումը, այլ հենց այն պատկերը, որը ամենից թանկն է։ Եվ մենք ողորմություն ենք անում դիմացին, որպեսզի արտահայտվի ոչ միայն մեր պարտքը, այլ մեր հավատքը եւ մեր սերը։ Մերձավորը մեզ համար Աստծո կենթանի պատկերն է, քանի որ նրա մեջ է բնակվում արարչագործության դրոշմը, որը մենք Ծննդոց առաջին գլխում ընթերցում ենք։ Մեր եկեղեցու հարերից Սուրբ Հովհաննես Ոսկեբերյանը այս խորհուրդը մեկնաբանում է շատ գեղեցիկ եւ կարեւոր կերպով, ասելով, որ մեր եկեղեցին ունի երկու խորան կամ երկու զոհասեղան։ Առաջինը, որը մենք տեսնում ենք հենց եկեղեցում տեղադրված զոհասեղանը, որ մենք գեղեցիկ կերպով զարդարում ենք, որտեղ մենք նվիրատվություն ենք անում ոսկով եւ լավագույնով զարդարելով Աստծո զոհասեղանը, եւ երկրորդ զոհասեղանը ըստ Հովհաննես Ոսկեբերյանի մեր մերձավորն է։ Եվ այդ երկուսն էլ պիտի լինեն իրար հետ համարժեք։ Եվ ինչքանով մենք հոգ ենք տանում եւ խնամքով ենք վերաբերում
Աստծո սուրբ սեղանին, սուրբ պատարագի մատուցման համար, այդպես եւ դրա արտահայտությունը պիտի լինի մեր մերձավորի, կարիքավորի, նրա ով որ հանդիսանում է իրապես Աստծո զոհասեղան, որտեղ այնինչ որ մենք տալիս ենք իրեն, ուղղակիորեն փոխանցվում է Տիրոջը, որտեղ նա է այդ կարիքավորի Տերը։ Եվ Աստված ընդունում է ընծաներ երկու զոհասեղանների վրա էլ, սակայն իր նախապատվությունը ըստ մարգարեական խոսքի հետևյալն է։ Նա ասում է. ողորմություն եմ կամենում եւ ոչ թե զոհ։ Այս լույսի ներքո բացահայտվում է Աստծուն փոխտալ բարի այդ ամբողջ իմաստը եւ խորությունը։ Երբ մենք ողորմություն ենք անում կարիքավորին, ոչինչ չի կորչում։ Նվերը չի անհետանում, աղքատի գրպանում, այլ ավանդվում է մի շտեմարանում, որը Տերը ասում է գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ որ ժանգը գողերը ապականում են, այլ գանձեր դիզեք երկնքում։ Եվ այդ երկնքում դիզելու ճանապարհը ոչ թե Աստծուն ուղղակիորեն ինչ որ բան տալն է, այլ ողորմության միջոցով հարստանալը։ Սակայն սխալ կլիներ ողորմությունը վերածել զուտ հաշվարկների։ Նա ով տալիս է միայն հատուցման ակնկալիքով, դերևս կատարյալ չէ իր առաքինության մեջ։ Եվ Աստված վերադարձնում է ոչ թե իր գործածի համաձայն, այլ ել ավելիով, ինչպես Ղուկասի ավետարանում նշված է, եւ վերադարձնում է իր սիրո համաձայն, որը առաքինության եւ ողորմության առանցքային նշանակությունն է։ Սրա մասին վկայում են մեր եկեղեցու սուրբ հայրերը, ասելով, որ մարդը ողորմություն անելով նմանվում է Աստծուն, ձեռք է բերում Աստված նմանություն, եւ դա արդեն իսկ այն հոգեվոր գանձերի մասին է։ Սա ոչ թե հաշվարկային գանձեր են, այլ այն, որ դու ինչ որ բան անելով նմանվում ես Աստծուն, ձեռք ես բերում Աստված նմանություն, եւ դա դառնում է քո հավիտենական ժառանգությունը եւ քո հավիտենական հարստությունը։ Եկեք ընթերցենք միասնաբար այս հատվածը 3-րդ գլխի 17-րդ համարում։ Առաքյալը ասում է. ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ եւ փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպես կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակներ, խոսքով եւ լեզվով չսիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Այս խոսքը հավելյալ մեկնաբանության կարիքը չունի։ 20-րդ համարում առաքյալը այս միտքը զարգացնում է, ասելով, որ սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն եւ ատի իր եղբորը, սուտ է խոսում։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը. ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ Այս կարևոր ճշմարտությունը այսօր խոսում է մեզ հետ, սիրելիներս։ Մենք փոխ ենք տալիս Աստծուն այն, ինչ որ մենք կատարում ենք մեր դիմացնի հանդեպ, նաև այն տեսանկյունից, որ աշխարհում տարածված անարդարությունը, հարստության սխալ բաժանումը, տարածված չարիքի հետևանքները Աստված ուղղակիորեն չի միջամտում։ Այսինքն կարիքավորին Աստված չի հայտնվում եւ տալիս հաց կամ սնունդ։ Նա փոխակերպում է աշխարհը մեր միջոցով, մեր ձեռքերով, եւ մենք ենք լծվում այդ առաքինության։ Եվ եթե այս աշխարհում այնքան շատ են անարդարությունները, այնքան շատ է թե սոցիալական անհավասարությունը, թե մնացած չարիքները, նշանակում է, որ մենք մեր տեղում չենք, մենք չենք հասցրել կատարելու Աստծո գործը։ Նա մեզ է վստահել Աստծո տնտես լինելու այս աշխարհում կարևոր առաքինությունը, եւ մենք այդ պարտքը ունենք։ Աստված չի միջամտում այս աշխարհի իրադարձությունների մեջ, որտեղ նա մեզ է վստահել կատարելու իր սիրո պատվիրանը։ Ուստի այս խոսքը մեզ այսօր սովորեցնում է սիրել միմյանց, օգնել կարիքավորներին եւ նմանվել Աստծուն։ Ճանաչենք մեր լեզուն, բացահայտելու համար մեր ինքնությունը։